Ինչա գրած 19 թվականի փաստաթղթում, ընդամենը մի բան եմ ուզում ձեզ ընթերցել, որպեսզի դուք տեսնեք, թե Նիկոլ Փաշինյանի զավեշտալի, խայտառակ, նորմալ մարդու ուղեղի, տրամաբանության, հոգեբանության, սրտի մեջ չտեղավորվող հրեշավոր աստիճանի, ստերի մակարդակը, հրեշավոր աստիճանի, տեսեք, ուրեմն գրածա, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծում գրածա, որ կետ 10-րդ վերջի հատվածն եմ ձեզ ընթերցում. И определение окончательного статуса Нагорного Карабаха путем проведения под эгидой ООН или ОБСЕ всенародного голосования, выражающего свободное волеизъявление населения Нагорного Карабаха, фиксекса, свободное волеизъявление населения Нагорного Карабаха и имеющего юридически обязательный характер в соответствии с нормами и принципами международного права, исходя из того, что международное сообщество признает любой результат такого голосования. Այս 10-րդ կետը տապանակարան Նիկոլի քաղաքական գոյության, քաղաքական ապագայի վրա։ 19 թվականին նա ստացել է փաստաթուղթ, որ ասում է 16-ից է նախագաները անդգրած, որ բացեք կտեսնեք։ Խրենցնին կներեք, ինչ, այդ մանր մունր ստերը դնում եմ մի կողմ, օքեյ։ 19 թվականին ստացել է փաստաթուղթ, այդ փաստաթղթի մեջ գրած է, որ Լեռնային Ղարաբաղի ավարտական վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամ արտահայտման, համապատասխան պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, այսպես ասած, եւ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք, ցանկացած, այսքի եմ շեշտում, դաժե 19 թվականին կար հնարավորություն, կներեք մի քիչ մրշած եմ, կար հնարավորություն բանակցելու այս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակով միջազգային իրավունքի լրջագույն գործիքի կիրառման պարագայում ֆիքսվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը։